Շնորհակալություն, պարոն Խուդատյան, երկու հարց ունեմ, մեկը կապված է Գյումրի քաղաքի հետ, մասնավորապես Գյումրի քաղաքի ավստրիական թաղամասի և անի թաղամասի, հատկապես հայտնի 58 թաղամասի ասֆալտապատման աշխատանքներին է վերաբերվում, չեմ խոսում ֆինանսավորման մասին, քանի որ գիտենք ֆինանսավորման խնդիր չունենք այս համատեքստում, շատ մեծ թվով գյումրեցիների իսկապես հետաքրքիր է երբ է մեկնարկելու աշխատանքները, գիտեմ, որ զուգահեռ մի քանի փողոցներ ևս այս պահին ակտիվ շինարարության փուլում են գտնվում, մասնավորապես Շիրակացի փողոց, եթե ունեք այլ ինֆորմացիա կիսեք մեր հետ, և երկրորդ հարցը, որը շատ հատկապես մտահոգում է ընդդիմությանը և շատ հաճախ այս ամբիոնից ասում են, թե այս իշխանությունները ասֆալտ անել չգիտեն, և հատկանշական է, որ օրինակ հյուսիս-հարավ ավտոճանապարհի բացումը մենք անում ենք 2026 թվականին, այնինչ կարող էինք դիցուք այն կազմակերպել 10 տարի առաջ։ Սա ևս հետևանք է նախորդ իշխանությունների ասֆալտ կամ չկարողանալու կամ չուզել անելու։ Խնդրում եմ պատասխանել այս հարցերին և կիսվել էլ ինչ աշխատանքներ կան Գյումրի քաղաքում։ Շնորհակալ եմ Տիկին Ազարյան հարցերի համար։ Իմիջիալոց ասֆալտի հետ կապված հարցը այն հարցն է, որ ընդդիմությունը էլի չի կողմնորոշվում, այսինքն մի մասը ասում է, որ իշխանությունը մենակ ասֆալտ անում, մյուս մասը ասում է ասֆալտ անել չգիտեն։ Իմ ձևակերպումը այդ հարցին եւ իմ պատկերացումը հետեւյալն է։ Նախ որ ասում են ասֆալտը ձեր արած ասֆալտը քանդվում է, ես ուզում եմ հասկանամ որտեղ են տեսեք հանդված ասֆալտ, որը առաջինը մենք չենք արձանագրել։ Երկրորդ, պետք է խոսանք 5000 կիլոմետր արված աշխատանքի մասին, որի մի մասը արվել է արդեն այն ժամկետում, երբ որ ինքը, այո, օրինակ միջին նորոգման աշխատանքների ժամկետը 5 տարի է։ 2019 թվին արած միջին նորոգումը 2025 թվականի ընթացքում ենթակա է նորից միջին նորոգման։ Եվ երրորդ, եթե անկեղծ ասեմ, ասֆալտից խոսում են մարդիկ, ում ձեռքը օրինակ եթե մի հատ ժողովրդի ասած հարնոց մեղ տանք, մի հատ էլ մուրճ տանք, մի հատ էլ տախտակ տանք, ասենք այս մեղը այս մուրճով մխի այս տախտակի մեջ, կտան մատերը կջարդեն։ Հիմա այդ մարդիկ արդեն դարձել են ասֆալտի մասնագետներ եւ օրինակ ժամկետներից են խոսում, որակից են խոսում եւ այլն։ Ինչ վերաբերվում է Գյումրիի հետ կապված, այո ճիշտ նկատեցիք, հյուսիս-հարավը պիտի վաղուց պատրաստ լիներ, եւ եթե հեղափոխությունը մի քանի տարի առաջ 18-ից մի քանի տարի առաջ տեղի ունեցածն էր, այդ ճանապարհը 2026-ից մի քանի տարի առաջ կհանձնվեր շահագործման։ Գյումրիում մենք շուրջ 3 տասնյակի մոտ փողոցների հիմնանորոգման աշխատանքներ ենք իրականացնում պետական համաֆինանսավորման ծրագրով, որտեղ պետության մասնակցությունը էական է, բացի դրանից Գյումրիում աշխատանքներ ենք իրականացնում նաև ուղիղ եւ ամբողջական կառավարության ֆինանսավորմամբ, դուք մեկը նշեցիք Շիրակացի փողոցը, ես կուզեմ ասել, որ նախագծման փուլում է գտնվում Լազոյի փողոցը, նախագծման փուլում է գտնվում Խորենացի փողոցը, որը էլի 58 թաղամասով անցնող կենտրոնական փողոցներից մեկն է, սա անկախ մյուս ծրագրից մենք իրականացնելու ենք եւ հիմա նախագծման փուլում ենք։ Հանրապետության վարչապետի հանձնարարականով ճանապարհային դեպարտամենտը մի քանի օր առաջ մեկնարկել է ուրեմն ամենափրկիչ եկեղեցուց դեպի հրապարակ տանող հատվածի նորոգման աշխատանքները, բարեկամություն, եթե չեմ սխալվում, այդ հատվածի հողակաձև հատվածը, այնտեղ գյումրեցիները հիմա շինարարական աշխատանքների ականատես են եւ եթե եղանակային պայմանները մեզ թույլ տան, մենք ընդամենը, այսինքն թույլ տան, թույլ չտան, մենք մյուս շաբաթվա մեջ այդ աշխատանքները պիտի ավարտենք, այնպես որ այնտեղ հստակ ժամկետ ունենք, իհարկե սա կատակեր եղանակային պայմանները մեզ թույլ են տալիս դա իրականացնել։ Արդեն ասեցի Խորենացի փողոցի մասով, Լազոյի փողոցի մասով, իսկ ավստրիականի եւ 58 թաղամասի հետ կապված ասեմ, որ հենց հիմա այնտեղ նախագծային աշխատանքներ են իրականացվում։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Խուդատյան, քանի որ թաղամասը համարում է քաղաքի ամենախոշոր բնակելի հատվածներից մեկը 20-ից 25 հազար այո բնակիչ է
բնակեցված է, խիտ բնակեցված է կարելի ասել թաղամասը։ Եթե չեմ սխալվում, ես խնդրում եմ հստակեցրեք, արդյոք ենթադրում էր ասֆալտապատմանը զուգահեռ նաև լուսավորության հարցը լուծել, եթե չեմ սխալվում, ամբողջապես եւ ավստրիական թաղամասի եւ անի թաղամասի լուսավորության նոր համակարգեր ձևավորվելու եւ հագեցած էր լինելու։ Ձեր նշած երկու թաղամասերի հետ կապված մենք այնտեղ վերակառուցման եւ զարգացման բանկի ֆինանսավորմամբ ենք իրականացնում, մրցութային գործընթացները մի փոքր այլ են, այս պահին այնտեղ արդեն նախագծման աշխատանքներ են իրականացվում եւ վստահ եմ, որ գյումրեցիները այդ թաղամասում ապրող իրենց բակերում եւ գեոդեզիստներին եւ նախագծողներին այս օրերի ընթացքում հաճախ են տեսել։ Շիրակի մարզպետ պարոն Արուշանյանն էլ է հանդիպել գործընկերների հետ, արագացնում ենք այդ հատվածում նախագծման աշխատանքները եւ քննարկում ենք նաեւ այն տարբերակը, երբ որ որոշակի հատվածի նախագիծ թաղամասերից մեկի նախագիծը պատրաստ լինի, մենք այդ մեկի նախագծով կգնանք շինարարության, մինչեւ զուգահեռ կարվի մյուսի նախագիծը, իսկ նախագծման աշխատանքները վստահաբար այս տարվա ընթացքում կավարտվեն, որի մեջ այո ճիշտ նշեցիք, նախատեսված է նաեւ լուսավորության ցանցի անցկացումը։